Բարև հայր ջան, այսօր լույսի բանակի քաղաքական ծրագրից հերթական նպատակն ու կետը պետք է բարձրաձայնեմ, բայց մինչև դա ուզում եմ անպայման անդրադառնամ այս Նիկոլ եկեղեցի հարաբերություններին ու մասնավորապես գիտեք ում ուշադրությունն եմ հրավիրում նրանց, ովքեր ողջունում են Նիկոլի քայլերը, որ այո ճիշտ է եկեղեցու համար է եւ այլն ու sense բաներ իբր Նիկոլը տենց ահավոր եկեղեցու համար մտածող է։ Ես հիմա կասեմ մի հատ անհերքելի փաստ ու Նիկոլի աջակիցները եթե կարան թող հիմնավոր տրամաբանական սրան հակադարձեն։ Մի քիչ հեռու բառերը իրարից ասում Նիկոլի աջակից ու տրամաբանական, բայց փորձեք տրամաբանորեն հակադարձել նրան, ինչ հիմա կասեմ։ Ուրեմն տեսեք, նախ ի սկզբանե, որպեսզի այլ թյուր ըմբռնումներ չլինեն, ես ուզում եմ շեշտել, որ ինչպես մարդկային կյանքի յուրաքանչյուր ասպարեզներում, տենց էլ եկեղեցական հոգևոր կյանքում կան լավ մարդիկ, կան վատ մարդիկ, կան պիղծ մարդիկ, նենց չի, որ ես ասում եմ եկեղեցու ցանկացած սպասավոր ու աշխատող ու հոգևորական մաքրամաքուր մարդը ձեռքը համբուրելու արժանի է եւ այլն, բայց կան նաեւ նմանները, որ այո մաքրամաքուր տղեկ են, մաքրամաքուր ծառայողներ են Աստծուն, ուզում եմ ասեմ նենց չի, որ կամ բոլորը վատն են, կամ բոլորը լավն են։ Այդ նույն պիղծը կա համ քաղաքականության մեջ, համ արվեստի մեջ, համ հոգևոր կյանքում, համ ամենտեղ։ Ու նույնն է լավի մասին, եթե մարդը լավն է, կապ չունի ինքը քաղաքականության մեջ է, արվեստի մեջ է, հոգևորական կյանքում է, պետական համակարգում է, թե փողոցում, թե որտեղ ուզում է լինի։ Լավ մարդը, վատ մարդը, վատ մարդ։ Մարդուն չի բնորոշում իր ծառայելու կամ աշխատելու ասպարեզը։ Ուրեմն նայեք, սա ինչի համար ասեցի, որպեսզի հստակ անկալում լինի իմ դիրքորոշմանը։ Բայց անգամ եթե, տեսեք ինչ հետաքրքիր դիլեմա է, էլի սենց, անգամ եթե Նիկոլը ճիշտ է, դուք հասկանում եք, սա այնքան հակա ցանկացած նորմա, հակա նորմ էություն է, որ անգամ եթե նույնիսկ ճիշտ է լինում, այսինքն ինքը չի, որ պետք է զբաղվի որևէ մի բանի ճիշտ ու սխալով, մաքրությունով ու չգիտեմ ինչով էլի։ Հիմա նայեք, այդ աջակիցներ ու հետևորդներ Նիկոլի, որ ողջունում եք, այո, այսպես, այնպես, մանավանդ նրանք, այսինքն կոնկրետ նրանք, ովքեր ասում են, սա եկեղեցու դեմ չի, այլ հանուն եկեղեցու, որովհետև Նիկոլը քրիստոնյա է, Նիկոլը ուզում է մեր եկեղեցին լավ լինի եւ այլն։ Ուրեմն տեսեք, եկեղեցու իրական տենց նվիրալը կամ հետևորդը, կամ ոչ հետևորդ, ոչ նվիրալ, ուղղակի եկեղեցու համար ցավացողը, մտահոգվողը, գնահատողը, իշխանություն ունենալու դեպքում նախ որպես Հայաստանի պետական կրոն կճանաչի ու հետ կվերադարձնի քրիստոնեությունը, ինչը սա չի անում, այլ ընդհակառակը իր թիմակիցները, որոնցից մեկը Ալեն Սիմոնյանն է, շատ հպարտորեն առիթները բաց չի թողնում շեշտելու համար, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Ուրեմն ձեր համար քրիստոնեությունը ոչ մի բան, հա? Եթե դուք շարունակեք աշխարհիկ պետություն լինի, քահանաներ ժողովուրդ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Սա հիշեք, մեկ Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն։ Ոչ, Հայաստանը աշխարհիկ պետություն։ Ֆրանսիայից թխած ինչ որ բաներով եք առաջնորդվում։ Լինելու է եւ կա աշխարհիկ պետություն։ Չի լինելու, փոխվելու է։ Եվ լինելու է։ Չի լինելու, քահանաներ ժողովուրդ։ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Հայաստանը աշխարհիկ պետություն։ Ես սրա մասին առանձին մի հատ մանրակրկիտ անդրադարձում եմ դեռ մի քանի տարի առաջ, բայց էդի կարա գտնեք նայեք ում հետաքրքիր է։ Ու ես ցավում եմ անգամ այն հայերի համար, ովքեր իրանց անվանում են քրիստոնյա, բայց տեղյակել չեն, որ Հայաստանը պետական կրոն չունի։ Այն որ առիթներ ա լինում, որ ասեք մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը 301 թվականին, սենց ասողների մեծ մասը տեղյակել չի անգամ,
որ 1995 թվականի հուլիսի 5-ից, տեսեք արդեն քանի տարի է, 30 տարուց ավել հեսա կլինի, Հայաստանը պետական կրոն չունի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հանրաքվեով շատ սիրուն դուրս է եկել այդ պետական կրոն հասկացողությունը։ Խոսքը հիմա դրա մասին չի։ Եթե Նիկոլը այտենց ցավացող է եկեղեցու ու կրոնի համար, մի գիրք է պատչում, մի չգիտեմ այնտեղ ինչեր է անում, բա տենց այդ կրոնը վեր դասողը, եկեղեցին տենց բարձր գնահատանքի արժանացնող ղեկավարը, բա հարց տվեք, բա ինչի չես քրիստոնեությունը, այդ քո տենց բարձր դիրքի դրվող եկեղեցին, ինչի չես դարձնում պետական կրոն։ Այս հարցը տվեք, իսկ պատասխանը մեկն է, որ եկեղեցին այդ դեպքում խառնվի պետական գործերին, բայց այդ դեպքում դու ես խառնվում եկեղեցու գործերին։ Ես կընդունեի, եթե օրինակ տեսեք, այսքանը աներ, հետնել ընդուներ պետական կրոն, ու էլի մի բան էլ կա, որ պետք է անի, հեսա կասեմ։ Ասեի հա դե մարդը իրոք գնահատում է, իրոք քրիստոնեության հետևորդ է, իրոք հասկանալով այդ գիրքը պատչում, իրոք հասկանալով է խոսում կրոնից ու Աստծուց, բայց քանի որ այդ քայլը իր կողմից չկա քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու, հետևաբար այն ինչ ինքը անում է, դա կապիկություն է։ Հիմա էլ շարունակեք ասել, որ Նիկոլը փրկում է եկեղեցին։ Երկրորդ բանը, որ պետք է անի, եթե ուզում է փրկի եկեղեցին, պետք է թույլ չտա որևիցե շեղված, որևիցե այլ ճյուղով զարգացող, որևիցե այլ անուն կրող եկեղեցի կոչված կառույցի զարգացումը Հայաստանում, խոսքը աղանդների մասին է։ Ու մենակ Նիկոլը չէ, կարաք որևէ մեկը ինձ մատնանշեք, որ երբևէ իրանց իշխանության տարիներին կլինի Ռոբերտ Քոչարյան, կլինի Լևոն Տեր-Պետրոսյան, կլինի Սերժ Սարգսյան, որ ինչ-որ մի բան փորձել են անել կամ ասել աղանդների դեմ։ Չեք կարա, որովհետև տես բան չի եղել։ Սա առավել ևս աղանդավոր բոլոր այդ պարագլուխների այդ ձեռք սեղմելով, իրանց այդ ալելույա անելով, ես իմիջ գժական բաներ անելով ապրում, անուն էլ դրել է, որ ինքը քրիստոնյա է ու մեր առաքելական եկեղեցին պախարակում է ոնց գիտի։ Հիմա նայեք վերադառնամ առաջի ասածից, որ այո ամենտեղ էլ վատը կա։ Նախ ես օրինակ իմ վրա եմ վերցնում, ես երկրի ղեկավար եմ ու ես ցավում եմ եկեղեցու համար, ուզում եմ մեջի այդ պիղծը մաքրվի։ Ես չեմ բարձրաձայնի, ես այն շուխուր չեմ անի, ես ստատուս չեմ գրի, գնաք հեռուտ կնգամ դոմփի, ես սենց աշխարհով մեկ բան չեմ դարձնի, ես եթե իրոք ցավում եմ կրոնի համար, որպես իմ ազգի մեծամասնության պաշտամունք, ես ամեն ինչ կանեի լուռ, ոչ մեկ չերել իմանա, զգուշացումներով, տարբեր ձևերով, դուք հասկանում եք, պետական իշխանություն, երկրի իշխանություն ունենալը ինչ բան է։ Դու կարաս արգելես ամեն տեսակ տարածում քո արարքների, ոչ թե գաղտնի ես անում քո ժողովրդից, այլ որ ուղղակի եթե տես ցավում ես այդ եկեղեցու անվան համար խայտարակ չանես։ Իսկ ստեղ ես լրիվ ուրիշ բան եմ տենում, կապիկություն, որ իբր քրիստոնեությունը գնահատում է, ու ստեղ նորից հարց, բա որ տես գնահատում ես, ինչի՞ չես ընդունում որպես պետական կրոն։ Լևոն Պապին չի թողում, թե ոնց, բոլորդ նույնն եք։ Ինչի պետական կրոն քրիստոնեությունը չի ընդունել Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հարց։ Որն է այս 4-ի մեջ այդ հարցում տարբերությունը։ Ու իրանց մեջ տարբերություն չկա ոչ միայն հոգևորական մոտեցումների հարցում, այլ նաև քաղաքական, ռազմական ու բոլոր։ Սա ուղղակի հերթական փաստն ու ապացույցն է, որ այս բոլորը նույնն են։ Ու նույն աղանդների դեմ ոչ մեկ չի պայքարել, ոչ մեկ չի փորձել մի բան անել։ Սա ինչի համար եմ ասում, որ այդ աջակիցները, որ Նիկոլը լավ բան է անում, ես կրկնում եմ, նախ Նիկոլը չի որ պետք է անի, Նիկոլը թող զբաղվի ինքը իրանով, իր թիմով ու վաղը իր գլխի գալիքով։ Եկեղեցին, եթե պետության հարցերի մեջ չի խառնվում,
իր գոյությամբ ինքը պետությանը չել խանգարում, ապա թող պետությունն էլ չխառնվի, իսկ եթե ուզում է խառնվի, ապա պարտավոր է կրոնը ընդունել որպես պետական կրոն։ Սա սենց։ Ուզում եմ ասեմ, ել մի ասեք, որ Նիկոլը լավ բան անում հանուն եկեղեցու։ Նիկոլը կապիկություն անում հանուն իր դիվիդենդների։ Սա հստակ իմացեք։ Հակառակ դեպքում փորձեք հիմնավոր բացատրել, թե այդ դեպքում, եթե տենց հետևորդ ու բանա քրիստոնյա ինչի չի ընդունում պետական կրոն որպես էդի տենց էդի անցանք հիմա ես ուզում եմ ասեմ Լուիսի բանակի ծրագրից մի կետի մասին որը էլի որևէ քաղաքական ուժից դուք չեք լսի որովհետև քաղաքական ուժերի քաղաքական ծրագրերը հիմնականում բաղկացած են ստանդարտ ամենահասարակ պրիմիտիվ քաղաքական մատրիցայից ոչ դուրս ծրագրերով, լավ ծրագրեր, կիսալավ, կիսատպրատ, լիարժեք, ինչ ոնց բան, բայց ամեն դեպքում այդ ամպլուայի մեջ, որովհետև տեսեք ազգադավերի մասին պատժից, որ խոսում են, ինչ են ասում, կդատենք, կգյուլենք, կախենք, վառենք, կուլակաթափ անենք, այո, բոլորը ընդունելի է, ազգադավերին ինչ էլ անես քիչ է, բայց ոչ մեկ չի խոսում մեծագույն պատժի մասին, դա ֆիզիկական մահը չի, դա դատվածությունը չի, դա ոչ էսա ոչ են, ոչ էլ կուլակաթափ անելն է, գոյություն ունի մի հատ մեծագույն պատիժ, ավելի սարսափելի, քան ֆիզիկական մահը, քան դատապարտելը, կալանավորելը, նստացնելը, կուլակաթափ անելը, սրանք որ ասում է սամոսաբոյ, բայց Լուիսի բանակը հստակ ունի գերագույն պատժի միջոց բոլոր ազգի ու պետության դավաճանների համար, բոլորի։ Ես հիմա ասեմ դա որն է, որպեսզի ավելի լավ ըմբռնեք կարճ չասեմ զուտ վերնագիր որպես, այլ մի փոքր նախաբանով։ Տեսեք, տարբեր առակներ կան, տարբեր բաներ կան, մոտավոր է միտքը կան բան, լսում ես, ասում ես, հա դե լավ, էդի բոլորս էլ գիտենք անցանք առաջ։ Իմ համար անկեղծ եմ ասում, այս առակը այնքան իրական է, այնքան ռեալ է։ Հիմա տեսեք, եթե ձեզ հարցնեմ աշխարհում ամենաուժեղ բանը ի՞նչն է կամ ով է, տարբեր պատասխաններ կլսեն, բայց ես այս առակը հիմա որ ձեզ ասեմ, դուք էլ կհամոզվեք, որ դրանից ուժեղ բան կյանքում գոյություն չունի։ Ուրեմն տեսեք, սենց առակը սենց է, մոտենում են երկաթին հարց են տալի, ասում են դու ճիշտ է, որ ամենաուժեղն ես աշխարհում, ասում է չէ, կրակը ինձանից ուժեղ է, որովհետև ինձ հալածնում է։ Այս առակը նախաբանն է նրա, որ ինչ պատիժ ենք նախատեսել ազգադավերի համար, սա շատ կարևոր է։ Մի խոսքով երկաթը ասում է ինձանից ուժեղ է կրակը, որովհետև ինձ հալածնում է։ Մոտենում են, գնում են կրակի մոտ, ասում են ճիշտ է, որ դու ես ամենաուժեղը, կրակը ասում է չէ, ինձանից ուժեղ ջուրն է, որովհետև ինձ հանգցնում է։ Գնում են ջրի մոտ, ասում են ջուր, ճիշտ է, որ կյանքում աշխարհում ամենաուժեղ բանը դու ես, ասում է չէ, արևն է, որովհետև ինքը ինձ գոլոշիացնում է։ Արևին են հարցնում, փաստորեն դու ես ամենաուժեղը, հա, քեզնից ուժեղ չկա։ Արև ասում է կա, դա ամպն է, որովհետև ամպը կարողանում է իմ լույսը կտրել, փակել, հա, սենց։ Ամպին են հարցնում, փաստորեն ասում են ամենաուժեղը դու ես, քեզանից ուժեղ կա որևէ մեկը, ամպը ասում է կա, դա սարն է, որովհետև ինքը ինձ ճեղքում է։ Սարին են հարցնում, որ փաստորեն դու ես ամենաուժեղը, որովհետև տենց ամպերին էլ ես ճեղքում բան եւ այլն, ասում է չէ, ինձանից ուժեղ բան էլ կա, դա մարդն է, որովհետև մարդը կարողանում է մագլցի բարձրանային վրա մեքենաներով ասում է լղջի, փոշիացնի, հավասարացնի հողին, քանդում է գործիքներ ունի եւ այլն։ Մարդուն են հարցնում, որ փաստորեն ամենաուժեղը մարդ դու ես։ Մարդը ասում է չէ, ինձանից ուժեղն էլ կա, դա մահն է, որովհետեւ մահը ասում է տենց իմ ամեն ինչին վերջ է դնում։ Գնում են մահի մոտ, ասում են լավ էլ քեզանից այնքան ոնց որ ավելի ուժեղ բան չկա, հա, որ սենց հարցնելով, ճշտելով, տրամաբանելով եկանք, հասանք քեզ ամենաուժեղ բանը փաստորեն մահն է, մահը ասում է մինչև առաջի մարդկային ծնունդը,
որը իրանից հետո հետ կթողեց, ինձ թվում էր ամենաուժեղը ես եմ։ Մահը խոստովանում է, որ այո, ինքը բոլոր ապրանքների, մարդկանց, բույսերի, կենդանիների, ամեն ինչի վերջը կարում է տա, բացի այն մարդկանցից, ովքեր իրանցից հետո հետք են թողում, ովքեր մեծ բաներ են անում, մահը դա չի կարողանում վերացնի։ Ու այս առակի իմաստը ինչումն է, որ ավելի ուժեղ բան, քան քո կյանքից հետո քեզ հիշելու առիթները, մանավանդ լավով, բնականաբար վատով են հիշում ու վատ մարդկանց համար դա էլ է ձեռք բերում։ Դրանից ուժեղ բան գոյություն չունի։ Տեսեք, ինձ կարաք ասեք Նժդեի անունից ավելի ուժեղ մի բան չկա։ Մենակ Հայաստանի մասշտաբով չէ, աշխարհի ցանկացած այնու մասին հազարամյակներ խոսում են, մինչև հիմա խոսում են, ավելի ուժեղ բան չկա։ Խոսքս իհարկե փիլիսոփայական չի, հա, որ ավելի ուժեղ է Աստված, ավելի ուժեղ է, այդ ամենահասկանալի է, կոնկրետ մարդկային կյանքում մահվան առաջ, ոչնչանալու առաջ, որպես պատիժ, մեծագույն պատիժ է, չէ՞ մարդու համար, երբ մահանում ես ու քեզ մի քանի ժամ հետո, մի քանի օր կամ անգամ մի քանի տարի հետո այլևս ոչ մեկ չի հիշում։ Իրականում մահը հենց դա է, ոչ թե ֆիզիկականը։ Ու հիմա տեսեք մեր ծրագրի մեջ ինչ է մտնում։ Բոլոր ազգադավերի անունը հայաստանյան տարածքում համենայն դեպս սկզբի համար վերացվելու են բոլորի անունները, բոլորի արարքները, բոլորի այն որ հիշատակումները իմ YouTube-յան ալիքում ինչքան տարբեր ազգադավերի մասին տեսանյութեր կա, սկսած իմ YouTube-յան ալիքից վերջացած ցանկացած լրատվականով, քաղաքացիների սոցկայքերով, դասագրքերի մասին էլ չեմ խոսում, հաղորդումներ, ֆիլմեր, ինչեր որ կան, որտեղ հիշատակվում են ազգադավերը, ոչնչացվելու է։ Այսինքն դա մեծագույն պատիժն է նրանց, ովքեր փորձում են այտենց ոչնչացնել հային ու Հայաստանը, ճիշտ նույն ձևով, հա, ջնջելով պատմությունը, փոխելով պատմությունը, տես բան չի եղել, այսպես բան չի եղել, Հայաստանը հայք չի եղել, էսի չի եղել, այն չեն լինելու իրանք։ Սա ոչ թե ինչ որ զուտ սրտի ցանկություններ կամ էմոցիոնալ պորտկում, սա հստակ մեր քաղաքական ծրագրի կետերից մեկն է, ոչնչացնել բոլոր ապազգային ու հակահայկական գործունեություն ծավալած ղեկավարների, նրանց աջակիցների, մասնակիցների, ողջունողների անունները հաղորդումներից, գրքերից, էջերից, կայքերից, համացանցից, առհասարակ պատմությունից։ Իրանք հայոց իրականության մեջ թուրիմացություն են ու պետքա չլինեն ու չհիշատակվեն։ Ես գիտեմ, հիմա շատ մարդիկ կասեն, ինչի, թող իրանք մնան որպես վատ օրինակ, որ գնան գանք թքենք վրները, չգիտեմ ինչ անեն։ Ժողովուրդ, դրանից այն կողմ թքելու տարբերակ չկա։ Դրանից այն կողմ սպանելու տարբերակ չկա, ֆիզիկական մահը ինչ է, ոչ մի բան։ Մարդիկ ովքեր ունեն հոգի, ընդհանրապես տեղափոխություն է, հա, ֆիզիկական մահը կարա ավարտ լինի նրանց համար, ովքեր զուտ բիոբոտեր են, բոտ, բիոզանգված, անհոգի, իսկ նմանները շատ են։ Դա իրանց վերջն է ֆիզիկական մահը, իսկ այս դեպքում, երբ որ անգամ բոտեր են, բայց ունեն արած բաներ, որոնց մասին խոսացվելու է թեկուզ վատ առումով, դա իրանց կյանքը երկարացնում է, իրանց գոյությունը, իրանց անունը, իրանց ժամանակին եղած լինելը, չի լինելու դա։ Վերացվելու են բոլոր տեղերից, արխիվներից, մի խոսքով չեք գտնելու, եթե չունենաք ձեր համակարգիչների մեջ։ Իսկ պետականամետ ու հայրենասեր մարդիկ հաստատ նման իշխանության տվյալ կանոնը կպահպանեն ու իրանք էլ իրանց մոտից կջնջեն ու կհեռացնեն հանուն վրեժխնդրության։ Ճիշտ նույն կերպ, ինչպես իրանք են փորձել վերացնել ձեր անունը, ջնջել ձեր պատմությունը, այդպես պետք է ջնջվեն ու վերանան պատմությունից իրանք, անկախ նրանց ապրած դարաշրջանից, այսօրվա, երեկվա, 100 տարի առաջվա, 1000 տարի առաջվա,
մի խոսքով մի նմուշ կարելի է պահել որպես վատ օրինակ, բացառություն։ Այն 100 տարի առաջվա մի դեպքերից մեկին ու վերջ։ Սրանց բոլորին պատմությունը պետք է մոռանա։ Դա տենց ու մի բան էլ վերջում, մի հատ բան եմ իմացել, որ սպասում եմ հաստատման Նիկոլի հերթական քայլերից մեկն է, որը չեմ կարող ասեմ զարմանք առաջացրեց, բայց համ էլ չեմ կարող ասեմ չառաջացրեց։ Ես հիմա դա եմ ուզում ճշտել ու դեռ չեմ բարձրացանի, ընդհանրապես կասեմ, եթե դա ճշտվեց, եթե դա հաստատ է, ես բնականաբար անդրադարձից մեջ ավելի կմանրամասնեմ ու ես դες կապացուցեմ, որ Նիկոլը վախենում է ոչ թե ընտրություններից, որովհետև համոզված է, որ ամեն գնով տանել չի տալու, այլ կոնկրետ վերածննդի շարժումից։ Մի փոքր ինձ էլ ձեզ էլ համբերություն, երևի մի օր, երկու օր ամենաշատը ես սա կճշտեմ, ու եթե դա ճիշտ է, ես դրան կանադառնամ մանրակրկիտ։ Այս պայմանս զուտ որպես նախազգուշացում, նախատեղեկացում։ Եթե տենց եղավ, ուրեմն մենք պետք է ավելի հետաքրքիր ձևով պատրաստվենք յուրաքանչյուր մեր քայլին ու սրանով Նիկոլը մենակ կհաստատի ու կապացուցի, որ միակ հայի համար շահավետ ճանապարհը դա վերածննդի շարժումն է։ Ու հա մի կարևոր բան էլ տարատեսակ ադրբեջանական բոտերից խուսափելու համար իմ ալիքում այսուհետ մեկնաբանություն կարող են գրել բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրված են ալիքին, որ տարբեր զիրթուզիբիլ չմտնի ու ինչ ասես չգրի։ Այն ովքեր կուզենան մեկնաբանություն գրել, պետքա բաժանորդագրվեն, այդ պահից, այդ կոճակը սեղմելուց հետո մի օր էլ դրա վրա անցնի 24 ժամ նոր ալիքը թույլ տա իրան գրելու մեկնաբանություն։ Սա կարծում եմ բոլորիդ համար անկալելի ըմբռնելի նոր դրված կանոն է իմ ալիքում, որովհետև ով պարապա անցնել դառնալուց մի հատ ապուշ մեկնաբանություն գրում է ու այն որ տենց սրա մասին էլ այս նոր ֆունկցիայի մասին տեղեկացրեց admin-ը, բնականաբար առանց երկար բարակ մտածելու երկու ձեռքով կողմեի ու համաձայնվեցի, ասացի կարգավորումները տենց արա, որ այսօր ով ուզենա մեկնաբանություն գրի, պետք է անպայման լինի բաժանորդագրված։ Դե բաժանորդագրվածներից էլ ապուշ մեկնաբանություն գրողն էլ ընդհանրապես բլոկվում է ու այդքան բան։ Հենց որ ոչ ապուշներին կոչ եմ անում բաժանորդագրվել, հայր ջան, սա դեռ մեր լավագույն կապերից մեկն է։ Դուք լսում եք ինձ փոխանցում են ձեր կարծիքները, երբեմն անձամբ եմ նայում ու այն որ սա հաղորդակցվելու դեռ այս ֆորմատի մի տարբերակ է։ Կարծում եմ շուտով նաև ուղիղ եթերներով հանդես կգամ YouTube-ում, որպեսզի այսպես ամիջական հարց ու պատասխանով կարողանանք շփվել, չեմ ասում դա հենց վաղը կամ մյուս օր, մոտակա ժամանակներս մի բան կկազմակերպենք, որպեսզի պարբերաբար գոնե շաբաթական մի անգամ նման ֆորմատով կարողանամ բոլորիդ հետ շփվել։ Դե իսկ Telegram ալիքները կան ու կան։ Այն անհապաղ շտաբ ասելու բան ունեցողները կարան մտնեն իմ անձնական Telegram ալիք, որտեղ էլ ներքևի ձախ անկյունում կա նամակ գրելու տեղ։ Նամակները շատ են գալի, դրա համար կխնդրեմ բոլորիդ գրեք մենակ այն բաները, ուղարկեք այն նյութերը, որոնք իրոք կարևոր են։ Հստակ կոնկրետ գործով առաջարկ կա, ինչ որ տեղեկացնելու բան կա, ինչ որ տենց նյութ ունեք, որը ուզում եք տրամադրել մեզ, իմ անձնական ալիքի ներքևի ձախ անկյունում։ Դա տեսնում եմ անձամբ ես։ Իսկ ինչը վերաբերում է կազմակերպությանը, որ օրինակ ինչ որ մեր լրատվականի կամ բանի համար է, չնայած կարակ նույն ձևի ինձ էլ ուղարկեք, ես կփոխանցեմ, բայց նաև Լույսի բանակի Telegram ալիքում նույն հատվածում ներքևի ձախ անկյունում կա նամակ գրելու տեղ։ Լույսի բանակի ալիքում էլ տեսնում են admin-ները։ Իմ ալիքում զբաղվում եմ միայն ես։ Տենց, հայր ջան, շնորհակալություն, որ լսեցիք, որ համակարծիք եք, որ լայքում եք, որ բաժանորդագրվում եք, որ տարածում եք ու առհասարակ որ դուք կաք, շնորհակալ եմ բոլորիդ։ Աստված օրհնի ձեզ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ,
Հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։